Հայաստանում ընտանիքների 75%-ի գլխավորը տղամարդն է, իսկ 25%-ին է կինը։ Քաղաքային համայնքներում ավելի հաճախ է հանդիպում, երբ ընտանիքի գլխավորը կին է, քան գյուղական համայնքներում։ Ավելի մեծ տարիքում կանայք ավելի հաճախ են լինում ընտանիքի գլխավոր, իսկ երիտասարդ ընտանիքներում ավելի հաճախ ընտանիքի գլուխ տղամարդն է լինում։ Հետազոտությունը կատարել է Երևանի պետհամալսարանի գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը 2015-ին։ Ըստ հարցման արդյունքների ընտանիքներում տան լվացքը և արդյունքը 98% դեպքերում կատարում են կանայք։ Ընտանիքների 1%-ում այս ամենը արվում է տղամարդու կողմից, իսկ 1%-ում էլ կինը և տղամարդը հավասարապես են անում տան լվացքը և արդյունքը։ Գրեթե նույն պատկերն է նաև սպասքի լվացման և բնակարանի մաքրման աշխատանքներում։ 97% դեպքերում դա անում են կանայք։ 100 ընտանիքից միայն 2-ում են այս պարտականությունները կատարվում կնոջ և տղամարդու կողմից հավասարապես։ Սննդի պատրաստման դեպքում տղամարդիկ մի փոքր ավելի ակտիվ են, չնայած այստեղ էլ 95%-ի դեպքում սնունդը պատրաստում են կանայք, իսկ 100 ընտանիքից 4-ում կինը և տղամարդը պատրաստում են հավասարապես։ Տան տեխնիկայի վերանորոգումը 80% դեպքում կատարվում է տղամարդու կողմից։ Չնայած ընտանիքների 8%-ում դա կատարվում է կանանց, իսկ մյուս 8%-ում էլ հավասարապես։ Բնակարանի վերանորոգումը ընտանիքների 64%-ի դեպքում կատարվում է տղամարդու, իսկ 21%-ի դեպքում կնոջ և տղամարդու կողմից։ Երեխաների խնամքով ընտանիքների 54%-ում զբաղվում են միայն կանայք, իսկ 22%-ում կինը և տղամարդը հավասարապես, իսկ դաստիարակությամբ ընտանիքների գրեթե կեսում զբաղվում են կինը և տղամարդը հավասարապես։ Ի դեպ, երեխաների կրթությամբ տղամարդիկ ավելի շատ դեպքերում են զբաղվում, քան կանայք։ Ընտանիքների կեսից շատի 60%-ի ֆինանսապես ապահովումը կատարում է տղամարդը, 29%-ի դեպքում կինը և տղամարդը հավասարապես, իսկ 11%-ի դեպքում էլ կինը։ Ի դեպ, հետազոտությունը ցույց է տվել, որ ընտանիքներում սնունդը և տնտեսական ապրանքները հիմնականում գնում են կանայք։ Հագուստի, կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման որոշումները հիմնականում կայացնում են կինը և տղամարդը միասին, իսկ այ ավտոմեքենայի գնման որոշումը հիմնականում կայացնում է տղամարդը։